կալանավորումներ ու քրեական գործեր, եկեղեցու դեմ արշավ, նախընտրական պայքար, արտաքին քաղաքականություն։ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական կյանքում իրադարձությունների պակաս չկան, որոնք հետաքրքիր են նաև միջազգային լրատվամիջոցներին։ Բելգիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Նիդերլանդներ ու ԱՄՆ։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամ էին եկել միջազգային պարբերականների լրագրողներ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերի մեծ մասը վերաբերում էր խորհրդարանի առաջիկա ընտրությանը, սակայն նրանք ֆիքսել են նաև սոցիալական կյանքում եղած խնդիրները, էկոնոմիկայից մարդկանց կյանքի որակ։ Գլխավոր խնդիրը տնտեսական վիճակն է։ Ինչպես ներկայումս աշխարհի շատ այլ երկրներ, ձեր երկիրը նույնպես բախվում է կյանքի թանկացման լուրջ խնդրին։ Էլեկտրաէներգիայի եւ գազի գները բարձր են, կենսաթոշակը ցածր, եւ իհարկե մյուս խնդիրը այլախոհ ձայները լրացնելու վերաբերյալ է։ Մարդիկ, որոնք ներկայումս պաշտպանում են եկեղեցուն, բանտարկվում են։ Սա հարձակում է ժողովրդավարության վրա։ Ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ, հոգևորականների նկատմամբ քրեական գործեր եւ եկեղեցու դեմ արշավ։ Այս հարցերը արտերկրից եկած լրագրողների խոշորացույցի տակ էին։ Բոլոր խնդիրները, որոնք գոյություն ունեն այսօր Հայաստանի գործադիր իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու միջև, այդ բոլոր խնդիրներից նրանք տեղյակ էին, շատ հարցեր կարիք կար պարզաբանելու, բացատրելու, որովհետև նման հետաքրքրություն իհարկե միշտ եղել է Genesis Armenia մտակենտրոնի հանդեպ եւ կարծում եմ այն բոլոր հարցերը, որոնք հետաքրքրում են եվրոպական զանգվածային լրատվության միջոցներին, կապված Հայաստանի հետ մասնավորապես ընտրություններ եւ հայ առաքելական եկեղեցի, մենք փորձեցինք պարզաբանել եւ պատասխանել բոլոր հարցերին եւ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ։ Այս ամենի համատեքստում չէին ստվերել նաև պաշտոնական Երևանի արտաքին դաշտում որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես ԵՄ, ԵԱՏՄ բարդ ընտրությունը։ Ես մի օրինակ բերեցի, օրինակ եթե վերցնենք Եվրոպական միության որևէ երկիր, Բուլղարիան ասենք, եւ ինքս հարցրեցի նրանց, ինչ կլիներ, եթե Բուլղարիան որոշի, որ վաղը թողնելու է Եվրոպական միությունը եւ անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, ինչ արձագանք կլինի Բրյուսելում, ինչպես Եվրոպական միության այլ անդամները կարձագանքեն։ Միանշանակ բոլորը ասացին, որ դա շատ բացասական հետևանքներ կունենա Բուլղարիայի անդամակցության համար։ Հայաստան ժամանած լրագրողներից մեկը խոսել է նաև Փաշինյանի արցախցիների վերաբերյալ արտահայտության մասին։ Հնարավորություն ունեցանք խոսելու մեկի հետ, նա պատմում էր, թե ինչպես է իր մայրը փորձել զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ, ասել, որ իր եղբայրը զոհվել է Լեռնային Ղարաբաղում, իսկ Փաշինյանը պարզապես գոռգռացել է նրա վրա։ Կամ արձանագրեցինք մեկ այլ դեպք, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից մի բլոգերի հետ։ Նրան ասել են, ինչու՞ չէ զոհվել պատերազմի ժամանակ։ Սա իհարկե չափազանց մտահոգիչ է, քանի որ մարդիկ ծանր վիճակում են, իսկ վարչապետը կոչված է պաշտպանելու իր ժողովրդի շահերը։ Ուստի նման խոսույթը շատ մտահոգիչ է։ Ուղեղային կենտրոն հիմնադրամի նախագծերի եւ ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը ներկայացրել է Genesis Armenia-ի Արցախ հավաքական տունդարձի ծրագիրը։ Արցախցիների վերադարձի հարցը դա պետք է առաջնային լինի, երկրորդը մենք Արցախում ունենք նյութական եւ ոչ նյութական, քրիստոնեական եւ մշակութային ժառանգություն, որը պետք է պահպանվի, առանց բնակչության հնարավոր չէ դա պահպանել։ Ընտրությունից առաջ քաղաքական մթնոլորտը, խոսքի ազատության շուրջ քննարկումները, եկեղեցի իշխանություն հարաբերությունները եւ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցերը շարունակում են հետաքրքրել արտասահմանյան լրագրողներին, իսկ նրանց դիտարկումները ցույց են տալիս, այն ինչ Հայաստանում հաճախ ընկալվում է որպես ներքաղաքական օրակարգ, վաղուց դարձել է նաեւ միջազգային քննարկման թեմա։ Գառի Մութաֆյան, Նոնա Գևորգյան, Էդիկ Մալաքյան, ABC Media։